Հիշում եք 1996 թվականների ընտրություններին, երբ ասում էին, որ եթե ընդդիմությունը 100% ձայն էլ ստանա, իշխանությունը չենք տալու։ Արդյոք նույնը չի Փաշինյանի արածը, որ դեռ տվյալները չէր հապարակված, ինքն իրեն հայտարարեց։ Բնականաբար նույնն է։ Հաղթած։ Ինչու՞։ Որովհետև հաստատ երևում է, որ մարդկանց տված քվեն այսօր գողանում են, նույնը արել են 96 թվականին։ Չեմ ընդունում, ամենադեպս այդ իմ կարծիքը, իմ տեսակետը, ես մնում եմ հակված նրան, որ մարդիկ կեղծել են, առհասարակ խոսում են արդարությունից, բայց մարդուն դատապարտում են կատարած գործին համապատասխան, ոչ թե ասած խոսքի։ Դե ինքը իրան ամեն ինչի տեղ է դրել։ Ну տեսեք, անգամ դատական շատ վճիռներ ինքը ժամանակից շուտ արդեն ասում է, թե ինչից է եղել տվյալ ասել։ Ինքը իրան համարեց, որ մեսիջ ուղարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչ ուզում եք վարեք, արդյունքները պետք է լինի ինձ համար գոհացուցիչ, թեկուզ էլ գոհացուցիչ չի իր համար։ Բա այնպես բան հալնում է միակողմանի ընտրություն, ժողովրդին հաշվի չեն առնում։ Ոչ թողում ես հետած Ռուսաստան աշխատենք, ոչ ասենք անդե են տիրություն անում։ Նույնիսկ երկու հատ գիլասանք խաղելու այդ ուր կանում։ Հա, էլի գյուղացի մնաց նույն գյուղացին, էլի հիմա։ Բանջվող մնաց նույնը։ Ես դուրս եկալ որ ղեկավար անտարբեր են, բան չեմ ասում իրանց, բայց անտարբեր են ժողովրդի հանդեպ իրանց վեժները չի։ Ժողովուրդը ոնց կապրի, ոնց ելակի։ Դե ոչ միայն ինքը հայտարարեց, այլ արդեն նախապես նախագծված էր արդյունքների ելքն, այսպես ասեմ, որն էլ արդեն նրանց ընտրություններից ամբողջությամբ չավարտած ընտրություններ արդեն նրանք այդ կարծիքը ոչ թե հայտնեցին, այլ այդ նախագիծը ցույց դրեցին անուն ժողովրդին։ 100%, 100% համոզված եմ։ Էլ ուրիշ բան չեմ արել ասել, 100% համոզված։